Բարև ձեզ, Եվրոպական խորհրդարանի տաղավարում Armen Press-ն այսօր հյուրընկալել է Իսպանիայից պատգամավոր սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամ Նաչո Սանչես Ամորին։ Շնորհակալություն մեզ միանալու Հաճելի է։ Պարոն Սանչես, Թուրքիայի վերաբերյալ ձեր վերջին զեկույցը շեշտում է տարածաշրջանային խաղաղության կարևորությունը, հաշվի առնելով Հարավային Կովկասում հավասարակշռված եւ իրավունքի վրա հիմնված ներգրավվածության վերաբերյալ Եվրախորհրդարանի կոչը, ինչ դեր կարող է խաղալ Թուրքիան աջակցելու արդար եւ կայուն խաղաղության պայմանագրի կնքմանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Կարծում եմ սա շատ կարևոր դեր է, որովհետև Թուրքիան կարևոր հարևան է թե մեզ համար, թե ձեզ։ Զեկույցն առաջին հերթին տարբերակում է անդամակցությունը եւ գործընկերությունը։ Անդամակցությունը սառեցված է, քանի որ բոլորը գիտեն, ինչ իրավիճակ է ժողովրդավարական չափանիշների առումով, բայց մենք կարող ենք ուսումնասիրել եւ առաջ մղել գործընկերությունը, որը կարող է ավելի իրական լինել, քաղաքական, մասնավոր եւ միգուցե ավելի գործարքային։ Մենք պետք է գտնենք հավասարակշռություն շահերի աջակցման հատվածում։ Այդուհանդերձ գործընկերության շրջանակում մենք միշտ կոչ ենք անում մեր գործընկերներին ունենալ բարի հարևանության հարաբերություններ։ Սա միջազգային հարաբերությունները վարելու մեր ձևն է, եւ սա այն է, ինչ կրկին կոչ ենք անում Թուրքիային, պահպանել բարի հարևանության հարաբերություններ Հայաստանի հետ։ Կա համաձայնություն հատուկ ներկայացուցիչների կողմից։ Սա մի բան է, որ մենք շատ ենք գնահատում։ Սահմանների հնարավոր մասնակի բացումը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև սահմանը հումանիտար օգնության համար բացելը Սիրիայի ուղղությամբ։ Բայց հիմնական դերը, որ մեր կարծիքով Թուրքիան պետք է ունենա իր հյուսիսային հարևանությունում, դրական դեր խաղալն է Հայաստան-Ադրբեջան լարվածությունների հարցում եւ փորձել կանխել ցանկացած տեսակի բռնության կամ պատերազմի վերադարձ։ Հատկապես ունենալով սերտ հարաբերություններ Ադրբեջանի հետ, փորձել կանխել ուժի նոր կիրառումը այդ հարաբերություններում։ Having the close relation that Turkey has with Azerbaijan, try to deter any further use of military means in the relations in the area. Զեկույցը ենթադրում է, որ Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության բանակցությունները կանգ են առել։ Ձեր կարծիքով արդյոք կա վերաներգրավման իրական ուղի, թե ԵՄ-ի հետ Թուրքիայի անդամակցության փուլն արդեն անցյալում է եւ հարաբերությունները նոր փուլ են մտնում։ This is a good question. Սա լավ հարց է։ Լսեք, անդամակցության գործընթացի աշխատանքը պայմանավորված է քաղաքական կամքով։ Սա ամենակարևորն է։ Խոսքը տարիների մասին չէ, խոսքը ԵՄ անդամակցության չափանիշների գլուխների բացման եւ փակման մասին է։ Խնդիրը տարիները չեն։ Խնդիրն այն է, քանի գլուխ եք կարողացել բացել եւ փակել։ Այդ իսկ պատճառով սա ժամանակի մասին չէ։ Կային որոշակի գայթակղություններ փակել անդամակցության գործընթացը, բայց եթե խոսենք Թուրքիայի քաղաքացիական հասարակության հետ, նրանք մեզանից մեկ խնդրանք ունեն՝ չփակել դուռը եւ չկործանել իրենց հույսը։ Հնարավոր է ապագայում լինի տարբեր մոտեցում Թուրքիայի իշխանությունների կողմից։ Հնարավոր է լինի նոր քաղաքական կամք, նոր դիրքորոշում, եւ այդ ժամանակ մենք պետք է պատրաստ լինենք վերագործարկել գործընթացը։ Այս պահին անդամակցության գործընթացը սառեցված է, հիմնավորված պատճառներով, բայց մենք ցանկանում ենք պահպանել դա այնպես, ինչպես կա, քանի որ հնարավոր է ապագայում քաղաքական միջավայրը փոխվի եւ հնարավոր լինի նորից ներգրավվել այդ գործընթացում։ Ինչ հետևանքներ կարող է ունենալ Քրդստանի աշխատավորական կուսակցության զինաթափումը եւ ինքնալուծարումը Թուրքիայի ներքին կայունության եւ ժողովրդավարական առաջընթացի համար եւ ինչպես է այս զարգացումը ընկալվում եվրոպական մակարդակում։ Well, this is excellent news. Այո, սա հիանալի նորություն է։ Ես Իսպանիայից եմ։ Գիտեմ, մենք երկար պայքար ենք մղել ETA-ի եւ այլ ահաբեկչական խմբերի դեմ եւ հաղթել ենք։ Սա նշանակում է, որ ժողովրդավարությունը կարող է հաղթել ահաբեկչությանը։ Նորությունը, որ քրդական աշխատավորական կուսակցությունն Օջալանի կոչից հետո հրաժարվում է ցանկացած քաղաքական բռնությունից, հիանալի լուր է, որը պետք է խրախուսել։ Դա հույս է ներշնչում վերամիավորվելու խաղաղ գործընթացի շուրջ, ինչը կարող է բազում դրական զարգացումների հանգեցնել։ Բայց մի բան, որ իմ կարծիքով վճռորոշ կարող է լինել Թուրքիայի քաղաքացիական հասարակության համար, եթե այլևս ահաբեկչություն չլինի, այն հակահաբեկչական օրենքների վերանայումը, չեղարկումը կամ փոխելն է, որոնք կիրառվել են շատ դեպքերում, անգամ երբ ուղիղ կապ չեն ունեցել քաղաքական բռնության հետ։
Դա կարող է ստեղծել ավելի նպաստավոր միջավայր ժողովրդավարական չափանիշների զարգացման համար։ Սա է հիմնական մղումը, եւ Եվրոպական միության տեսանկյունից իհարկե, եթե անհրաժեշտ լինի, մենք կարող ենք փորձել օգնել։ Եթե նման խնդրանք լինի, մենք կարող ենք փորձել գործադրել մեր ողջ ազդեցությունն այս գործընթացին աջակցելու համար։ Եվ միակ բանը, որ ես փորձում եմ փոխանցել քրդական շարժմանը, հետևյալն է. սա մի գործընթաց է, որը տեղի է ունենում Թուրքիայում։ Այն պետք է լուծվի Թուրքիայի սահմանադրության շրջանակներում։ Սա մեծ Ռոժավայի գաղափարի կամ նման մի բանի մասին չէ։ Սա վերաբերում է Թուրքիային, թուրք քաղաքացիներին, Թուրքիայի քրդերին, եւ գործընթացը պետք է տեղավորվի Թուրքիայի սահմանադրական դաշտում։ Under the constitutional framework of Turkey. Ինչպես է գնահատում Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ քաղաքական եւ դատական հետապնդումները։ Արդյոք սա արտահայտում է խորացող մտահոգություններ օրենքի գերակայության եւ Թուրքիայի ժողովրդավարության նահանջի վերաբերյալ առհասարակ։ Democratic backsliding in Turkey, what's the perception of European level? This is a big step backward. Սա շատ լուրջ նահանջ է։ Երբեմն որոշ գործընկերներ Եվրոպական միությունում հանկարծ հայտնաբերում են Թուրքիայի ավտորիտար վիճակը, բայց իրականությունն այն է, որ այս միտումը շարունակվում է արդեն շուրջ 10 տարի։ Սա նշանակում է, որ սա ոչ թե ժողովրդավարական նահանջի առաջին նշանն է, այլ հերթական հետքայլը, քանի որ Իմամօղլուն համարվում է նախագահ Էրդողանի հիմնական մրցակիցն առաջիկա ընտրություններում, երբ էլ որ դրանք տեղի ունենան։ Ու հենց այդ պատճառով էլ սա կարելի է համարել հերթական մանևրը՝ մաքրել մրցակցության դաշտը։ Միևնույն ժամանակ Թուրքիայի իշխանությունները դիմում են HDP-ին, նախկին քրդամետ կուսակցությանը, որպեսզի այն աջակցի սահմանադրական փոփոխությանը, որը թույլ կտա պարոն Էրդողանին կրկին առաջադրվել, բայց ես կարծում եմ ժողովրդավարությունը պետք է վարել որպես ժողովրդավարություն։ Պետք է խաղալ ըստ կանոնների, պետք է մրցել, պայքարել, կազմակերպել քարոզարշավներ քո մրցակիցների հետ։ Եթե որևէ կերպ միջամտում ես մրցակիցների դիրքավորմանը, դա արդար մրցակցություն չէ։ Դա նշանակում է դու ստեղծում ես առավելություն ինքդ քեզ համար։ Ու հենց այդ պատճառով էլ ես կարծում եմ, որ սա լուրջ քայլ է, շատ լուրջ քայլ է, որը ծանր վնաս է հասցնում Թուրքիայի հեղինակությանը։ Բրյուսելում եւ եվրոպական մայրաքաղաքներում շատ դժվար է փոխանցել այն ուղերձը, թե մենք կարող ենք շարունակել համագործակցությունը անկախ տեղի ունեցող զարգացումներից, որովհետեւ այդպես հնարավոր չէ, ամեն ինչ նույնը չէ։ Հատկապես Եվրախորհրդարանում արձագանքը շատ արագ եղավ։ Մենք չեղարկեցինք մի շարք պլանավորած հանդիպումներ։ Ընդլայնման հարցերով հանձնակատար Կոսը չմասնակցեց Անտալիայի դիվանագիտական ֆորումին։ Կարծես արձագանք եղավ, բայց ցավոք պետք է ասեմ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կալասի արձագանքը շատ մեղմ էր։ Իսկ ես կարծում եմ, եթե Թուրքիան գործընկեր է, ապա մենք պետք է բաց եւ ուղիղ խոսենք նրա հետ։ Պետք է արտահայտենք թե գոհունակություն, թե դժգոհություն։ Բայց Թուրքիայի քաղաքացիական հասարակության համար դա լավ ազդանշան չէր, երբ հանձնաժողովի նախագահի արձագանքն այդքան մեղմ էր։ That the reaction of the president of the commission and the high commissioner was so soft. Yeah. How you explain this? Ինչպես եք բացատրում այս ֆենոմենը, քանի որ խոսքը միայն Թուրքիայի մասին չէ, այլ երկրների, օրինակ Ադրբեջանի դեպքում էլ, մինչ այս կառույցը խիստ քննադատություններով է հանդես գալիս եւ դրանք ամեն անգամ վերահաստատում իր ընդունած յուրաքանչյուր բանաձևում, այնպիսի տպավորություն է, որ գործադիրի մոտ այդ պահանջներն այդպես էլ արձագանք չեն գտնում։ Անջրպետք է կարծեք թե օրենսդիրի եւ գործադիրի միջև, որը գնալով ավելի է խորանում։ Ինչպես եք բացատրում դուք այս փաստը։ It's traditional. Դե սա ավանդական պատկեր է։ Եվրոպական խորհրդարանը այն հաստատությունն է, որն ամենաշատն է կապված սկզբունքների եւ արժեքների հետ։ Իսկ խորհուրդն ու հանձնաժողովը պարտավոր են գործել հաշվի առնելով քաղաքական իրական սահմանափակումները։ Այսինքն սա նորմալ է։ Ես այստեղ որևէ արտասովոր բան չեմ տեսնում, բայց արտաքին քաղաքականության մեջ արժեքներն ու սկզբունքները ներառելը պարտադիր է։ Սա սահմանված է պայմանագրերով։ Դա ընտրովի չէ, դա ոչ թե քաղաքական որոշում է, այլ սահմանադրական պարտավորություն։ Ու կա մի բաց, ես դա սովորաբար անվանում եմ Ռյու Բիլիարի ճեղք։ Բիլիարի փողոցի մի կողմում խորհրդարանն է, մյուս կողմում խորհուրդը եւ հանձնաժողովը։ Ու այդ ճեղքը գոյություն ունի։ Մեր խնդիրն այդ ճեղքը լցնելն է։ Եվ ես կարծում եմ, որ երբեմն խառնաշփոթ է լինում հանձնաժողովի ուղերձների մեջ։ Եթե մենք գործընկերներ ունենք, ապա պետք է խոսենք նրանց հետ ուղիղ ու հստակ, որովհետեւ նրանք գիտեն մեր դիրքորոշումը։ Նրանք գիտեն, թե ինչ պայմաններով է ԵՄ-ն ներգրավում միջազգային հարաբերություններում։ Եվ ես հավատում եմ, որ մենք կարող ենք հնչեցնել մեր քննադատությունը առանց վնաս հասցնելու հարաբերություններին։
իշխանություններին։ Ինձ էլ հաճախ անհրաժեշտ է լինում քննադատել, բայց կան հարցեր, որտեղ ես փորձում եմ դրական մոտեցում ցուցաբերել եւ նորից համագործակցել Թուրքիայի հետ տարբեր ոլորտներում։ Թուրքիայի իշխանություններն ինձ միշտ ջերմ են ընդունել, ինչը նշանակում է նրանք գիտեն, որ ես այդ երկրի դեմ գործող մի ուժ չեմ։ Ես Թուրքիայի բարեկամն եմ, բայց իմ պաշտոնական դիրքից ելնելով ես պետք է քննադատեմ եւ նրանք դա հասկանում են։ Ես կարծում եմ հանձնաժողովն էլ պետք է նույն դիրքորոշումն ունենա։ Agent to destabilize the country. I'm a friend of Turkey, but in my position, I have to criticize, Yes. and they understood. I think the Commission has to take the same stance. Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Thank you. Շնորհակալություն Լիլիթ։ Ինձ համար նույնպես հաճելի էր ձեզ կրկին տեսնել։